Սամվել Կարապետյանի քաղաքական հայտը խառնել է Նիկոլ Փաշինյանի խաղաքարտերը։ Խոսակցությունները թե ամեն ինչ անելու են, որ մեր ձևով ուժին չգրանցեն, թույլ չտան մասնակցել ընտրություններին, իշխանական թիմում բուռն քննարկվում է։ ՔՊ-ում կարծում են, եթե Կարապետյանը մասնակցի ընտրություններին, ապա իրենց շանսերը զրոյի են, հավասար եւ պարտությունն անխուսափելի է։ Ուստի ամեն գնով պետք է խոչընդոտներ ստեղծել, որ այդ ուժը չլինի ընտրաթերթիկում։ Մոլդովայի արևմտամետ նախագահ Մայա Սանդուն արդեն ճանապարհը բացել է։ Մեր ձևով շարժումն արդեն հայտարարել է, որ հունվարին կուսակցություն են հիմնելու։ ՔՊ-ում քննարկում են կամ ԿՀ ընթույլ չի տա, որ գրանցված կուսակցությունն ընտրապայքարին մասնակցի, դիցու կասկածի տակ դնելով կուսակցության ֆինանսավորման թափանցիկությունը, կամ արդարադատության նախարարությունը չի գրանցի այս ուժին։ Եվ հիմա Սամվել Կարապետյանին առաջադրված կեղծ մեղադրանքով հարկեր տուրքեր չվճարելու փողերի լվացման հող է նախապատրաստում, որ արգելքներ ստեղծեն ընտրություններին մասնակցելու հարցում։ Փաշինյանը փորձում է միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե կրիմինալն ուզում է գալ իշխանության։ Հոկտեմբերի 14-ին գրակոծներ էին հնչել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։ Տեղեկություններ տարածվեցին, որ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ հնչել են գրակոծները։ Գրակել են ԱԺ պատգամավոր ՀՀԿ-ական հայտնի գործարար Արկադի Համբարձումյանի Դերժավայի Արկադիի տան մոտ, եւ ձերբակալվածների մեջ էր նաեւ նրա որդին։ Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության հատկանիշներով, 10 անձ ձերբակալվել է։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրը սակայն պատմում է, որ տեղի ունեցածը ոչ վիճաբանություն է, ոչ ծեծկրտուկ, պարզապես գերուխումից հետո նախկին պատգամավորի որդին եւ նրա ընկերներն այնքան են խմած եղել, որ որոշել են զվարճանալ կրակելով։ Խմիչքի ազդեցության տակ օդ են կրակել եւ հայտնվել ձերբակալվածների պահման վայրում։ Ձերբակալության ժամկետը կլրանա այսօր։ Իշխանական կուլիսներում ակտիվ քննարկում են ՔՊ-ական Արմեն Խաչատրյանի դստեր հարսանիքը, որը տեղի ունեցել վերջերս Աղաբաբյանս ռեստորանում։ Բանն այն է, որ հարսանիքին ԿՊ վերնախավը չի մասնակցել ոչ վարչապետը, ոչ ԱԺ նախագահը, միայն հաշված ԿՊ-ականներ են ներկա եղել պատգամավորի նեղ կրուգը։ Մինչդեռ շատերն ակնկալել են, որ ԿՊ վարչության անդամ դարձած Խաչատրյանն առիթը բաց չի թողնի թիմի հետ մերձեցման երեկո անցկացնելու, որ իր ընտրվել է ծանր տարած մարդկանց հետ կոնտակտը վերականգնի, ցույց տալով, որ ինքը սրսուր ԿՊ-ական է, այլ ոչ թե ՀՀԿ-ի ժամանակվա գայիշնիկ։ Թվում էր 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի ոդիսականն ավարտված է։ Զեկույցը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ ԱԺ նախագահն ուղարկել է ԱԺ գաղտնի բաժին լիագումար նիստում քննարկելու փոխարեն, սակայն իշխանական կուլիսներում հարցը փակված չեն համարում։ Հանձնաժողովականների մեծ մասը եւ զեկույցի վրա աշխատած իրավաբանները շարունակում են պայքարել եւ ապացուցել, որ ԱԺ նախագահին պետաիրավականի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մոլորեցրել է իր սխալ եզրակացությամբ։ Մեջտեղ են բերում քառօրյա պատերազմի զեկույցի նախադեպը, որը եւս հանձնաժողովի գործունեությունից մոտ 1 տարի անց դրվեց քննարկման այն ժամանակվա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, քանի որ թե ԱԺ կանոնակարգ օրենքի, թե սահմանադրության մեկնաբանությամբ նպատակը զեկույցն է, իսկ այդ հանձնաժողովները սովորական քննիչ հանձնաժողովներից տարբերվում են իրենց առանձնահատկություններով։ Գլխադասային պաշտպանության հանձնաժողովն է ծառայում իբրև քննիչ հանձնաժողով։ Եվ քանի դեռ հերթական գումարման ԱԺ-ն իր լիազորությունները չի ավարտել, հանձնաժողովը հետևաբար նաև զեկույցը շարունակում են մնալ լեգիտիմ, ինչը հաշվի չի առել Վարդանյանը։ Բացի այդ, զեկույցի ճակատագիրը պետք է վճռվի ԱԺ լիագումար նիստում, սակայն նիստ չի հրավիրվում, ինչը նշանակում է, որ իրավիճակը կարելի է ի շրջանս յուր շրջել։ Բարձրացված աղմուկից հետո նաև ԱԺ նախագահն է Վարդանյանի եզրակացություն ուղարկել Նիկոլ Փաշինյանին։ Նա էլ պարզաբանումներ է պահանջել հանձնաժողովից եւ ստացել վերոնշյալ փաստարկները։ Հանձնաժողովում սպասում են Փաշինյանի արձագանքին հույսով, որ ի վերջո հաշվի կառնվեն իրենց հիմնավորումները եւ այդքան քննարկվող զեկույցը կդրվի քննարկման, հերքելով նաև այն կասկածները, թե քաղաքական որոշում է կայացվել այն լայն քննարկման չդնելու։